աչք են փակում, ասենք գրանտ են տալիս, չգիտեմ ինչ են անում, այս քպական իշխանությանը պետական պարտ մխսվում է այդ ամեն ինչը, իրենք արձանագրում են, բայց էլի տալիս են հետո խրախուսում են, մխվում է, արձանագրում են, ինչքան շատ խրվեն ցեխի մեջ, այդքան իրենց օգուտն է, իսկ սրանք հաճույքով խրվում են, ինչքան հասկանում եմ ցեխի մեջ, իրենք էլ են արձանագրում նման կազմակերպություն, բայց ես կարծում եմ, որ իրենք ավելի մանրամասն հաշվետվություն ունեն։ Զելենսկու պարագայում այդ դեպքը չեղավ, հենց սկսեց արդեն իրեն խելոք չպահել, ինչ հրապարակվեց, տոտալ համակարգված կոռուպցիա այնտեղ սարսափելի միլիարդավոր դոլարների ուտելու process Զելենսկու իշխանության կողմից սկանդալ է, հիշում եք, չէ՞։ Ահա, հիմա նույնը այստեղ է տեղի ունենալու, այսինքն սա նաև ազգային անվտանգության խնդիր է, որովհետև նման գործիքներով կարող են քեզ ճնշել, այսինքն նոր իշխանությունը, որպեսզի այդ սուվերենություն, որ խոսում են, սուվերենությունը նման բաներով է նաև ձեռք բերվում հիմնականում, երբ որ դու քեզ ավելի զուսպ պահում ես, չես դատախվում այդ կոռուպցիոն գործարքների մեջ, հնարավորինս քիչ ազդեցության գործիքներ են քո վրա ազդում, դուք ձեռք ես բերում սուվերենություն, այսինքն մի թալանեք, որ ունենաք սուվերենություն, իսկ սրան սուվերենություն, չգիտեմ ինչ որ այլասերված մի հատ տարբերակ են իրենք ներկայացնում։